Կարախաչության երեխաների հետ եք եկել այստեղ ընտրելու, իրենց համար ինչ քաղաք եք։ Հենց այս համայնքը, որ մենք ուզում ենք համայնքը տեսնել լավը, համայնքը ուզում ենք տեսնենք ավելի բարեկարգ, հենց ուզում ենք մեր երեխաների ապագայի համար տեսնենք, հենց քվեարկել ենք եւ մասնակցում ենք այս ընտրություններին նաեւ դրա համար, որպեսզի մեր երեխաները ուզենան ապրեն մեր համայնքում, մեր համայնքը գրավիչների, բոլոր բնակիչների համար։ Պարոն Խաչատրյան, վերջին շրջանում հաղթանակն դա չի նշանակում, որ դուք շարունակելու եք իշխել Գյումրիի օրինակով, ինչպես եք պատրաստվում պահել, եթե հաղթեք այստեղ։ Բայց եթե հաղթենք, հաղթանակ տանենք, մենք մեր թիմով Կարող են ինչ-որ քրեական գործեր հարուցել։ Կարող է, ես այսօր դուք զրկվեք ձեր պաշտոնից, որից ստանձնել եք, ինչպես եք պատրաստվում պահել այն։ Եթե նման սցենար լինի, ես նախ ասեմ, որ այդ թիմում մեր հաղթանակ դաշինքի թիմում միայն ես չեմ։ Բազմաթիվ պրոֆեսիոնալ մարդիկ կան, քաղաքականապես եւ հասուն եւ իրենց մասնագիտական որակներով բավականին բարձր որակներ ունեցող մարդիկ, չէ՞ որ սա թիմային աշխատանք է, թիմը մեծ պրոֆեսիոնալիզմով կշարունակի աշխատել։ Այսինքն փոխքաղաքապետերի պաշտոնում դուք էլ հա Գյումրի օրինակով առաջարկելու եք ձեր տեխնացուներին, որ եթե հանկարծ դուք չլինեք, ձեր վստահելի մարդիկ կարողանան շարունակել։ Անկեղծ ասած չենք քննարկել նման բան, բայց մեր թիմում նորից եմ ասում կան շատ պրոֆեսիոնալներ, մեր համայնքը սիրող մարդիկ, ովքեր պատրաստ են ծառայել մեր համայնքին։ Ընդդիմադիր ուժում կա մեկը, որի հետ բացառում եք համագործակցությունը։ Ոչ, ընդդիմադիր ուժերում ոչ։ Բացառվում է քաղաքացիական պայմանագրի հետ, բացառվում է հանրապետություն կուսակցության հետ։ Այսինքն մի իշխանություն եք ուզում։ Ինչ ենք ուզում։ Չէ, մենք ուզում ենք, այո, ուզում ենք ոչ թե իշխանություն ենք ուզում ենք վաղարշապացիներից քվե, որպեսզի մեր ծրագրերն իրականացնենք։ Պարոն Խաչատրյան, շատ քննադատվեց, նաև ծաղրի ենթարկվեց ՔՊ-ի վերջին ամփոփիչ հանրահավաքը, որ ասում են Սարոյի համերգին ավելի շատ մարդկանց քան այնտեղ, բայց այսօր նույն Մեխակյանը ասաց, որ մյուս ընդդիմադիր տեխնացուների հանրահավաքներին էլ շատ մարդ չկար, օրինակ ձեր հանրահավաքին վիզուալ շատ են երևում, բայց չգիտեմ ռեալ ինչքան կար։ Դա ցույց է արդյոք ընտրությունների մասով եզրակացություն անելու համար։ Մեր հանրահավաքին նախ շատ ավելի շատ մարդ կար, քան իրենց հանրահավաքին, իսկ իրենց հանրահավաքը նախ մերից քիչ էր, երկրորդն էլ վաղարշապացիներն էին շատ քիչ, նույնիսկ վաղարշապացիները իրենց իդեպ տեղի մասնակցող ներկա եղող զոռով տարել էին բռնի տենց վարչական ռեսուրսով, մարդիկ ասում էին այսօր Արգիշտի Մեխակյանն ընտրվեց Թալինի քաղաքապետ։ Թալինի քաղաքապետը գլուխ էր գովում, որ ասում էր մենք 100 հոգով եկել ենք Էջմիածին ազատագրենք։ Այդ մարդիկ իրականության հետ կապ չունեն, իրանք չգիտեն, որ 7 տարիա ԿՊ-ն է Էջմիածնում իշխանության, վաղարշապատում։ Կներեք, հիմա ձեր հանրահավաքը ինչքան մարդ է, որ ասեք ավելի շատ է թիվ ունեք տվյալ հաշվել եք։ Չեմ կարող հստակ ասել, բայց հաստատ շատ ավելի շատ էր։ Վերևից որ նկատում բոլորն է շատ է երևում։ Չէ, դրոնովի մասին չի խոսքը։ Պետք է լրատվամիջոցները ներկա են եղել, ես մի քիչ առաջ էլ ասեցի, իրենց լրատվամիջոցը ԿՊ-ի եկել էր նախորոք սկսելուց մի ժամ առաջ 40 րոպե առաջ մարդկանց էր խոսեցնում, ասում էր ներկա են արցախցիներ։ Իսկ արցախցիները որտեղ պետք է լինեն։ Դուք Արցախ եք թողել, որ արցախցիները գնան իրենց հայրենիքում, իրենց քաղաքներում, իրենց տներում ապրեն։ Արցախցիները այսօր դա մեր համայնքում հաստատված արցախցիները մեր համայնքի վաղարշապատ համայնքի լիիրավ անդամներն են։ Շատերն ունեն ընտրական իրավունք, այո, եւ իրացնելու են այդ իրավունքը։ Ձեր ասած բազմամարդ հանրահավաքի մասնակիցներ վստահ եք, որ հենց ամբողջը ձեր էլեկտորատն է եղել, ձեր ընտրողներն են։ Վստահ եմ, որովհետեւ մենք ընդդիմություն ենք, մենք իշխանություն չենք, որ մարդիկ գործի ակնկալիքով, գործից դուրս չգալու, իրենց գործից շանելու ակնկալիքով փորձեն գալ մեր հանրահավաքին։ Մեր հանրահավաքին ով գալիս է, մենք գիտենք, որ հստակ իրենց ձայնը տալու են մեզ, իրենք մեր թիմակիցներն են, իրենք մեր գաղափարակիցներն են։ Ես ուրիշ բան ասեմ, եթե մենք չլինենք իշխանություն եւ այս բռնաճնշումները մարդկանց հանդեպ, բիզնես ունեցող մարդկանց, պետական համակարգում աշխատող մարդկանց չլիներ, մեր հանրահավաքը շատ ավելի բազմամարդ կլիներ, որովհետեւ ես ինքս Քարոզ Արշավի առաջին օրից շատ ընկերներ ունեմ, իդեպ ընտանեկան ջերմության ընկերներ, ում արգելել են պարզապես մեր գրասենյակների եւ շտաբերի կողքի երևալ, որովհետեւ անմիջապես ամբողջ իշխանական պետական ապարատը ուղղելու էին այդ մարդու դեմ
Ես ինքս ասել եմ, ես դա գիտեմ, որ այդ մարդը մեր գաղափարակիցն է, մեր թիմին է ձայնը տալու, այսպես ասած ձևական բաների կարիք ընդհանրապես չունենք մենք։ Ինչպես կգնահատեք փաստ, որ իշխանական ԶԼՄ-ները քարոզության նախընտրական քարոզության ընթացքում տարածել են կեղծ սոցիոլոգիական հարցումների տվյալներ, ըստ էության ուղղորդելով ընտրողներին։ Ես ասեցի, դա քարոզչական հնարքներ են փորձել կիրառել, մարդկանց մոտ տպավորություն են փորձել ստեղծել, որ ամեն ինչ կանխորոշված է, ձեր զայնը կարևոր չի, ԿՓ-ի տեխնացուն արդեն անցած է, դա ուղղակի իրենց գրասենյակում ինչ-որ գրած նկարած թվեր են, որ բոլորը կարող են դա իրականացնել։ Ու իդեպ դա շատ ակտիվ սկսեցին տարածել, շատ ակտիվ, հենց իրենց fake հանրահավաքից հետո fake իրենց այդ, ես ասում եմ, իրենց այդ հանրահավաք չէր, fake պատարակի մի փոքր ավելի վատ բեմադրություններ։ Ձեր քաղաքացիական պարտքը կատարեցիք մինչև 20:00-ն ու արդեն ընտրությունների արդյունքների նախնական, հա, ամփոփումը ինչ եք անելու այսօր։ Լինելու է շտաբում մեր թիմակիցների հետ մեր գրասենյակում փորձենք հետևենք ընտրություններին, փորձենք հետևենք քվեարկության արդյունքներին եւ մնացածը արդեն երևի թիմը կառաջարկի ինչ պետք է անենք։